Գանք ապրանքաշրջանառությանը, ռուսական վերջին դրվագը հատկապես հետաքրքիր է Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ, թե ինչքան է այս պահին Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը թվերի էական տարբերություններ նշում։ Ինչու՞մն է այստեղ։ Ստեղ ունի երկու պատճառ, առաջին հերթին իրավիճակը ամիս Նախ ասենք նվազել է։ Այո, մեր մոտ արհեստաշրջանառությունը այս պահին, արտահանում ասեմ, արտահանում գրեթե 2 անգամ պակաս է, քան 2024 թվականին, այսինքն 2024 թվականին մեր արտահանումը կազմել է 13.1 միլիարդ դոլար, այս տարի ակնկալվում է, որ փակել ենք մոտավորապես 7 միլիարդով, այսինքն 2 անգամ անկում, եւ առաջին հարցին ուր է էլ այդ ապրանքային, ուր ենք, ինչու տնտեսությունը չի անկում կատարել դրանից, ինչու ասեմ, որ օրեցօր իրավիճակը փոփոխվում է, մեր օրեցօր մեր արտահանումը եւ արտաշրջանառությունը անկում է ապրում, այստեղ երկու պատճառ կլինի, առաջինը, որ նախագահները զբաղված մարդիկ են եւ կարող է չհասցրաձեկուցել վերջին թվերը եւ իրանք հիմնվում են, ասենք 24 թվականի փակված տվյալների, որ արդեն հին է, եւ երկրորդը այն էլ, որ այստեղ թվերի շահարկում կա, որովհետեւ հենց որ հասկանալ է, որ վերարտահանում ունենք, հենց որ վերարտահանումը, այսպես ասած, չէր երևում կամ մեզ օգուտ էր դրա վրա ուշադրություն չդարձնենք, մենք դրա վրա չենք ուշադրություն դարձնում, այս բանին, որ վերարտահանումը հստակ երևում է, մենք դա շահարկում ենք։ Այսինքն այդ երկու պատճառ կա։ Իրականությունը այն է, որ տեսեք Հայաստանի Հանրապետության, եթե արտահանման ցուցանիշների մասին ենք խոսում, 21 թվականին մինչև ռուս-ուկրաինական պատերազմը մեր արտահանումը ընդհանուր 3 միլիարդ էր, 25 թվականին 5.4 միլիարդ, 22 թվականին 5.4 միլիարդ, 23 թվականին 8.5 միլիարդ, 24 թվականին արդեն 13.1 միլիարդ, այսինքն 4 կարճ տարիների ընթացքում 4.5 անգամ աճ արտահանման ու առաջին տեսանկյունից գերազանց արդյունք է, սուր ենք շարժում, էլի, բայց իրականությունն այն է, որ 24 թվականի արտահանման 75%-ը եղել է վերարտահանում, պաշտոնապես դա չի գրանցվել, 4%-ն ընդհանրապես գրանցվել վերարտահանում, բայց եթե 13.1 միլիարդից հանենք 75%, կոնկրետ ինչ որ երկրից եկել գնացել, 75%-ը տանկը մնալու է 3.6 միլիարդ, որը համեմատելի է 21 թվականի 3 միլիարդ, սա է մեր իրական ներուժ, դա պիտի հասկանանք, այսինքն այս վերարտահանումը ուռճացրել է փուչիկի պես արտահանման արհեստաշրջանառության տվյալներ եւ արդեն այդ փուչիկը պայթել է, ինչպես նաեւ որոշ ցափով հնայի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշները, հիմնականում արդյունաբերության տեսանկյունից, որտեղ մենք ոչ թե ունենք արդյունաբերություն, այլ ոսկու վերարտահանման արդյունաբերություն, գալիս էր ապրանքը, գնում էր նույն ձև Հայաստանի վրա ոտ չէր դնում, արդյունաբերություն էին գրանցում։ Չէ, այստեղ էական է բյուջետային մուտքեր լինում են եւ ինչպեսին։ Տեսեք, բանը, օրինակ արդյունաբերության տեսանկյունից են գնացվում, սա որպես։ Չէ, վերարտահանման մասին է խոսում։ Այո, վերարտահանումը հիմնականում ոսկու վերարտահանումներ, 75% վերարտահանումից, ընդհանուրի մեջ 63% եղել է ոսկին եւ ադամանդը, որ եկել է Ռուսաստանի Դաշնությունից, գնացել է Միացյալ Արաբական Էմիրություններ եւ մեծ Չինաստան, ու անցել է Հայաստանի Հանրապետությունով ամբողջությամբ, ուռճացրել է մեր արտահանման տվյալները, այն ինչ 2024 թվականին մեր արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն անկում կատարել 10%-ով, դեպի Եվրոմիություն 14%-ով, բայց դրա վրա աչք էինք փակում, որտեղ ընդհանուր արտահանումը ուռճացված փուչիկ էր։ Հիմա սա գրանց ոչ միայն արտահանում էր ուռճացնում, այլ նաև հնայի ցուցանիշները, հատկապես արդյունաբերության ցուցանիշները, որտեղ մինչև 2023 թվականի նոյեմբերը արդյունաբերության աճը 0-ական էր։ Հենց որ սկսվեց վերարտահանումը, արդյունաբերությունը ընդհանուր մինչև 17% աճեց ու ԵԱՏՄ երկրներում նոյեմբերին 2024 թվականի արդյունաբերությունը տարեկան կտրվածքով 17% էր, որը ամենամեծն էր այս տարածաշրջանում, զանգում ասում էին իմ գործընկերներ, ինչ արդյունաբերություն ունեք 17, ասում եմ, սա փուչիկ է, ժամանակավոր է։ Եվ տեսանք, որտեղ երկու կարճ ամիսների ընթացքում անկում ապրեց մինչև 4.5% 24 թվականի վերջին, հետո փետրվարին դարձավ մինուս, չգիտեմ, 20-30%, հիմա նորմալիզացվում է։ Արդյունքն է, որ արդյունաբերության մեջ արդյունաբերության 95%-ի սկզբանե ապահովում էր ոսկու արդյունաբերությունը,
գրում էր, գալիս էր ոսկին գրում էին, որ արդյունաբերություն կա, գնում էր, փող բյուջե էր մտնում, որտեղ տես պայմանավորվածություն կա, որ լավ եկեք Հայաստանի Հանրապետությունը դնենք, դրանից որոշակի փայ կմտցնենք բյուջե որպես հնա, կգրենք էդի ոսկու արդյունաբերություն, բայց 2024 թվականների կեսից աղմուկ բարձրացավ եւ վիճակագրության կոմիտեն իր հանճարով որոշեց այդ հոդվածը փոխել եւ սարքել հիմնական մետաղների արդյունաբերության մեջ մտցնել։ Եվ արդեն 24 թվականի կեսերից, եթե չեմ սխալվում, հիմնական մետաղների արդյունաբերությունը սկսեց ընդհանուր արդյունաբերության 90% ապահովել։ Եւ մեր ավարտական եւ ամփոփիչ հատվածը զրույցի 2026 թվականի բյուջեն ծախսերի կրճատման միտում ունի, ասում։ Ինչու՞։ Դե տեսեք, մեր ծախսերը իրականում արդյունավետ չեն։ Շատ ծախսեր ԲՏԱ-նախարարության, որ ասենք ռազմավարական ծախսեր են նաև ապահովում, թեր կատարվում են, այսինքն մինչև իսպահը, ենթադրենք 2 ամիս է մնացել տարվա ավարտը, ծախսերին հոդվածի ենթադրենք 10-20%-ն է կատարված։ Նույնն էլ այլ ծախսեր, արդյունավետության խնդիր կա, սա առաջին խնդիրն է։ Այսինքն մենք ճիշտ է պետական պարտքը մեծացնում ենք, որ ինչ-որ գործողություններ անենք, բայց չեն գնահատում այդ գործողությունների արդյունավետությունը, զուտ արդյունավետությունը դրվում է ճիշկայով, գալկայով, տարվա վեր կատարվեց ծախսեր, ուրեմն արդյունավետ է, դա սա խեղկատակ իրավիճակ է։ Հարցը նրանում է, որ առաջին 3 երամսյակներում բան չի արվում, այդ փողը չի ծախսում, վերջին երամսյակում, որ կատարում դիճկանան են, այսպես ասած, արագորեն մղսում են այդ գումարը, որ ցույց տան, որ կատարվել է ինչ-որ մի բաներ, կամ չգիտեմ, ցանկացած բան հիմնականում այդպես է, եթե նայենք բյուջետային ծախսերը, բոլորը քրոնիկ հիվանդությունը դա է։ Այս կառավարության նախկին կառավարությունները միշտ այսպես է եղել։ Սա քրոնիկ հիվանդություն է, սրա մասին պիտի մտածել։ Սա առաջին խնդիրն է, երկրորդ խնդիրն էլ հասկանում ենք արդեն, որ մեր հիմնական աճի ազդակը ոչ թե մեր ներքին արդյունաբերությունն է գալիս, չենք արտադրում, այ դրսից եկող փողերը գալիս են, մտնում են բանկային համակարգի աճն են ապահովում կամ ՏՏ աճն են ապահովում, Ռուսաստանից եկած մասնագետում։ Դա գնում է շինարարության աճն է ապահովում, շինարարության աճն էլ միտված է նրան, որ գների բարձրացում ապահովի շուկայում, որ անշարժ գույքի հետ կապված գործողությունների աճն է ապահովում, ու սենց ոնց որ շղթա է դառնում, որը սենց լավ շղթա չէ, այն տեսանկյունից, որ այդ շղթայում եթե միտեղ ասենք փլուզում եղել, մեր բոլոր համակարգը փլուզի եւ ընդհանուր տնտեսությունը ինքը միտված է նրան, որ տների գները աճեն, շինարարությունը լինի, որտեղ դա է հիմնական ներդրումը, որը հիմնական տնային աճը կապահովի, ընդհանուր ծառայություններն է կաճեն, բայց դա այնպիսի իրավիճակ է, որ մենք մեր առևտուրը արտահանումը չէ, մեր արտադրության չէ հարված եւ շատ փոխվում իրավիճակ է։ Եվ մենք հասկանում ենք, որ հաջորդ տարվա ընթացքում, ասենք, կարող է 5.5% գնաճ այս տարվա ընթացքում հազիվ ապահովենք, դրա համար եւ նաեւ կարող է եւ ծախսերը կրճատում են։ Ալիևը որոշել է թարմացնել Հայաստանի դեմ պահանջները, թե օգոստոսի 8-ի էյֆորիան է անցել։ Կարծում չնաչել հնացրել, այսպես ասենք, ես միշտ թերավատ եմ Ալիևի հետ կապված, օգոստոսի 8-ի հետ կապված, ողջունել եմ, դա շատ դրական քայլ եմ համարել, բայց դա խաղաղություն չեմ համարում միանշանակ, Ալիևը ապացուցում է, որ դա խաղաղություն չի։ Գիտեք, չի ուզում, որ դա խաղաղություն չի ուզում, որ վերածվի, նա անընդհատ շոշափում է հայ հասարակության նյարդերը, նա հատուկ է դա անում, որպեսզի նախ վարկաբեկի Նիկոլ Փաշինյանին, երկրորդը որպեսզի հայ հասարակությունը միշտ լարված լինի, բացի այդ իրականում ես վստահ եմ։ Ընդդիմությունը ասում է Նիկոլ Փաշինյանը Ալիևի տեխնացում է որպես։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես ճանապարհին դա է գալուց մտածում, այս ով է ասել, որ Ալիևին ձեռնտու է, որ Փաշինյանը հաղթի։ Հայաստանի ընդդիմությունը։ Դե դա հասկանալի է։ Դե մեկ այս կողմի փաստարկներն էլ նայենք, որ օբյեկտիվ լինի, նախ առաջինը ռևանշիստներ եթե գան Հայաստանի իշխանության, դա առիթ կլինի, որ Ալիևն ասի տարածքային պահանջներ են ներկայացնում, անհամեմատ այդ շրջանակները Արցախից խոսում են։ Երկրորդը, ես ոչ թե մտածում եմ, որ Ալիևին ձեռնտու չի, որ Փաշինյանը մնա, այլ Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն ուզենա, որ Փաշինյանը այնքան ձայն հավաքի, այնպես հաղթի, որ այլևս այստեղի ընդդիմությունը վտանգ չկարողանա իրեն սպառնալ։
Ես ավելի հետաքրքիր էսպես խաղ եմ մտածում։ Այսինքն այն բան, երբ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը ուզում է աճել, եկեղեցու էս սկանդալների ֆոնին, փորձում են, ես Մոսկվային եւ Ալիևին մի նավի մեջ եմ տեղավորում, այդ իրենց հակասությունները ծիծաղելի դնենք մի կողմ, նրանք փորձում են բալանսավորել այստեղ ընդդիմության եւ իշխանության հնարավորությունները։ Այսինքն հիմա Ալիևի հայտարարությունը ընդդիմությանը ձեռնտու չի, ձեռնտու է, ասում են կապիտուլյանտ է, ոչ մի խաղաղություն չկա։ Սա ավելի խորամանկ խաղ է, ոչ թե միայն նպատակ ունի, որ Փաշինյանին վարկաբեկի, ես այդպես եմ մտածում։ Այսինքն հիմա Հայաստանի այս նախընտրական process-ը արտաքին ազդեցության գոտում է ուժեղ գտնվում։ Կա երկու կենտրոն, ավելի է ուժեղանալու։ Կա երկու կենտրոն, որոնք գոհ չեն Վաշինգտոնյան համաձայնագրից։ Դա Ալիևն է, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը դրա մասին ըստեյության խոսել է, որ դա իր շահերին դեմ է, չի հաշվի չեն առնում Ռուսաստանի շահերը, հիշում եք Լավրովի խոսքը եւ դա իրական չի։ Իսկ Ալիև պատրաստ է իր դափնիները Թրամփից հետ վերցնի։ Խնդիրը այն է, որ Թրամփը անկանխատեսելի անձնավորություն է եւ հույս կա Ալիևի մոտ։ Թրամփը ամերիկան է, Ալիևը։ Թրամփը ամերիկան է, բայց հաջորդ նախագահը Թրամփի ուղի անվանումով ճանապարհի վրա չեմ կարծում կենտրոնանա։ Որովհետև հիշում եք, մենք Բայդենի հետ ստորագրեցինք ուրեմն համաձայնագիր եւ հետո մտածում էինք Թրամփը դա կիրագործի, թե ոչ, Ամերիկան այսպեսի երկիր է։ Հաջորդ նախագահի համար դա պետք է կարևոր լինի։ Բացի այն, որ կարևոր է, լավ, գործելու է, արդյոք ինչ միջոցների է պատրաստ ԱՄՆ-ն, որպեսզի այստեղ Ռուսաստանի հնարավոր եւ Ալիևը դեռ Ռուսաստանի հետ առանց Ռուսաստանի չէ։ Էսկալացիան, ասենք, մեղմի։ Իսկ եթե ԱՄՆ-ն զբաղված լինի Մերձավոր Արևելքում, Վենեսուելայում, Ուկրաինայում, այդ ընթացքում հնարավոր է Ալիևը ինչ-որ մի բան մտածի, Էրդողանն էլ կարող է միանալ։ Ես անդադ լսում եմ, որ Թուրքիայից սահմանը պիտի բացվի, ես թերահավատ եմ, արդեն որերորդ ըստեյության տարի է անցնում։ Ես մտածում եմ, որ այս երեքը դեռ հույսը չեն կորցրել, կրկնել 2020 թվականը, նայած ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում կունենա, արդյոք զբաղված չի լինի ինչպես 20 թվականին իր ընտրություններով, բայց այն որ ԱՄՆ-ն եթե ցանկանա եւ հետեւողական լինի, կիրագործի օգոստոս 7-ը, դա էլ է միանշանակ։ Այսինքն 2020 կրկնելու համար միակ դեմ երկիրը Վաշինգտոնն է, Միացյալ Նահանգներն։ Եվրոպական երկրների մասին ես դեռ չեմ խոսում։ Խոսքը այս երեքն է։ Իրանը այդքան հիմա չի կարող ձայն բարձրացնել, ելնելով Իրան-Իսրայելս հակամարտությունում իր վատ իրավիճակից, երկրորդ ես չեմ կարծում, որ այդտեղ էլ ավարտվել պայքարը։ Տեսնում եք Նետանյահուն Լիբանանի վրա է արդեն հարձակում գործ։ Ըստ էության ոչ մի տեղ չի ավարտվել։ Լուկաշենկոն ասում է ինչ էր այդ, Արեշնիկը դեկտեմբերից կմտնի մարտական պատրաստվածության, որը Ուկրաինան արդեն ոչնչացել է, Արեշնիկ Ուկրաինայում փորձագետները նշեցին։ Իրանը ասում է մենք արագ կվերականգնենք միջուկային օբյեկտները, գազան կրկին ռմբակոծություն։ Պակիստանը, Հնդկաստանը երբեք չէին սկսի լայնացել պատերազմ երկուսն էլ միջուկային գերտերություն են, իդեպ Մոդին դա ասաց, դրա համար լարվել էին Մոդի եւ Թրամփի հարաբերությունները։ Հիմա այս քամիները մեր գլխին են։ Քամիները պտտվում են ամբողջ աշխարհում, երբ աշխարհակարգը այլևս գոյություն չունի, եւ Ռուսաստանը եւ ավտորիտար մնացած երկրները փորձում են դեմոկրատական երկրների մասնավորապես ԱՄՆ-ի համար ստեղծել գլխացավանքներ։ Ինչ է անում Պուտինը, ամեն օր գալիս նոր ինչ-որ զենքի մասին է խոսում, որը իհարկե ոչ մեկը չի տեսել, փորձարկումը, բայց ասենք կա։ Այսինքն էսկալացիային են տանում։ Հյուսիսային Կորեան, Վենեսուելան։ Հիմա պայքար է գնում դեմոկրատիաների, ժողովրդավարության եւ ավտոկրատիաների միջև Չինաստանը։ Ով է լինելու առավել հզոր, ով է լինելու ավելի հետևողական, նույնիսկ հզորությունը չի կարևոր։ Եթե ԱՄՆ նախագահը Վենեսուելայի ուղությամբ, ես այսօրին Facebook-յան էջում գրել էի, անհետևողական լինի եւ մինչեւ վերջ չտանի իր որոշածը, Ռուսաստան եւ Չինաստանը, որոնք Վենեսուելայի դաշնակիցն են, կմտածեն, որ արդեն Լատինական Ամերիկայում էլ ԱՄՆ-ն չունի կարմիր գծեր։ Կա այսպես շատ թանձր ձևավորված կարծիք, որ Թրիփի ամենախորքային հակառակորդը հենց Չինաստանն է։ Միանշանակ Չինաստանը գող չի, որ Չինաստանից կամ Միջին Ասիայից եկող ճանապարհների վրա լինի ամերիկյան վերահսկողություն, դեռ չասենք սպեկուլյացիաների տեղիք չտանք, որ ասել միջանցք է, ինչ որ ներկայություն։ Ռուսաստանի ներկայությունը այդքան էլ վատ չի, որտեղ Ռուսաստանը իրենց փոքր գործընկերն է եւ հաստատ չի կարող Չինաստանին հակաճառել մեծ գեոպոլիտիկ խաղում։ ԱՄՆ-ն կարող է։
Չինաստանն է, Ռուսաստանը, Իրանը, ինչ որ առումով, Իրանի այսօրվա ղեկավարությունը, եթե լինեին ավելի ոչ պահպանողական ռեֆորմիստ ուժեր, որոնք արևմուտքի հետ հարաբերությունները այսքան չփչացնեին, Իրանը կցանկանար այլընտրանք ունենալ այստեղ Ռուսաստանին, որը ի դեպ դավաճանեց իրենց այսպես չագերտավոր ասենք, պատերազմի հակահարձակման ժամանակ իսրայելական, բայց այս Իրանի այս իշխանությունը, որը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ է կապում իր անվտանգությունը, դա միանշանակ Հայաստանի դաշնակիցը չի կարող լինել։ Եվ ըստ էության չեղավ, մենք տեսանք, որ Հայաստանի վրա հարձակման ժամանակ ընդհանրապես ընդհանուր ինչ որ 2020 թվականին եւ 23 թվականին հայտարարություններ Թրամփի ժամանակներն են։ Թրամփի առաջին պաշտոնավարման վերջին շրջանն է։ Հենց դա է խնդիրը, ընտրությունների ժամանակ ԱՄՆ ներքաղաքական հարցերը դառնում են առավել կարևոր։ 2026 թվականի միջանկյալ ընտրություններն են ոչ պակաս կարևոր Թրամփի համար իմպիչմենտի հնարավոր ելքով, եթե դեմոկրատները վերցնեն կոնգրեսը։ Ես ուզում եմ հասկանալ 26 թվականը ամենաբեկումնային տարին է ըստ էության, մինչև 29-ը հաջորդ ընտրությունը, 28 ներողություն։ Ինչ է լինելու տարածաշրջանում, երբ ԱՄՆ-ն ընկղվի իր ներքաղաքական խնդիրների մեջ։ Իհարկե մենք ունենք տարբերակներ, դա ավելի խորքային վերլուծության մաս է, այսպես ասենք։ Մյուս նկատելի հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտոնյաները ամեն ինչ անում են տրիպարտայությունից խուսափելով եւ նրանք իրենց տերմինն են շրջանառում բարբերաբար։ Դա հող է նախապատրաստում հրաժարվել այդ ծրագրից ի վերջո։ Դա նախ ռուսական։ Դրան էլ պետք է պատրաստ լինենք։ Ռուսական տերմինոլոգիա, այսպես ասենք, նոյեմբերի 9-ի համաձայնագրի այդ կորիդոր օվերչուկը, որ ասեց, ես տեսա նույնիսկ ադրբեջանական կայքում Տոկաև այդ հանդիպումից հետո միտեղ գրված էր Trip, միտեղ գրված էր Զանգեզուրի միջանցք։ Ալիևը երկուսն էլ պահում է, ինքն էլ Ալիևն էլ վստահ չի, ես չեմ ասում, որ Թրամփը միանշանակ հանձնվելու է Պուտինին, այսպես չակերտավոր։ Թրամփն էլ անկանխատեսելի է, մի օր զարթնի եւ որոշի ռմբակոծել Իրանը, չէ՞, տեսանք։ Այսինքն Ալիևի նման լիդերները ավտոկրատ սպասում են եւ Պուտինի տեսնեն Թրամփը լուրջ է տրամադրված իր խոսքերում Վենեսուելայից մինչև Մերձավոր Արևելք, դա ազդանշան է իրենց համար։ Թե ուղղակի ասած ես 8-րդ խաղաղությունն եմ վերել, գրում եմ 9-րդին, դա լուրջ չի ընկալվում։ Կամ ասում է Ուկրաինա ինչի՞ չես քո տարածքները գրավում, հաջորդ օրը բղավում է Զելենսկու վրա, ասում է տուր Դոնբասը։ Այս քաղաքականությունը Թրամփի կամ չի տալիս հայմարսները, սա տարօրինակ է եւ ինձ համար ամենաբացասականն է այս իրավիճակում։ Լավ, իսկ որ օրակարգում եք տեսնում Բաքվում պահվող անձանց խնդիրը, Տիկին Հիլդա։ Իմ գարձիկով Բաքվի մեջ մնացող ուրեմն գալանավորված հայերը, որոնք իրականության մեջ pedagogan բադանտներ են, այդ իմաստով, որ Ադրբեջան պայմաններ գտնի, որպեսզի որոշ, ոչ բոլորը, բայց որոշ քերիներ ազատ արձակվին։ Մի քանի շաբաթ առաջ խոսվեցավ 10 քերիներու մասին, որոնց մեջ Արցախի նախկին ղեկավարությունը չգար։ Ուրեմն ես կգարձեմ, որ սա եւս Ադրբեջանի արևդուրի մեկ բան է, խնդիր է, որովհետեւ Ադրբեջան որոշած է այս բոլոր գործողություններում մեջ, նույնիսկ Թրամփի ճանապարհի խոսակցություններու եւ բանակցություններու մեջ վերջ տնել Արցախի իրականության, Արցախի իրավունքի, Արցախահայության իրավունքներու եւ այլն եւ Արցախի պատմության վերջ տնել, այս բոլորը կգարձեմ, որ իրավու հետ սերտորեն կապված են, գփորձե ես կգարձեմ, որ Ադրբեջանը պիտի փանդերու մեջ պիտի բահե ղեկավարությունը եւ հավանաբար այդ 23-ին մի քանի հոգին ազատ պիտի արձակե ուրիշ պայմաններու թիմաց, այսինքն Հայաստանի զիջումներու թիմաց եւ կգարձեմ, որ արդեն դեպի այդ ուղղված ենք, որովհետեւ մինչեւ հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի արդեն իսկ արձանագրած հարաճ թիմությունները կգարձեմ, որ Ադրբեջանի պայմաններով եղած են, Հայաստան պայմաններ չէ դրած այս բոլորի մեջ։ Մյուս բոլոր պայմանները, որոնց մասին Հայաստան, որոնց ընդդիմացավ Հայաստանի իշխանությունը, այսօր իրականություն դարձած է, այդ վերջին երկու պայմանները, որոնք Հայաստանը ընդունած է, մասնավորապես Մինսկի խումբի լուծարումը եւ նաեւ թադական հայցերու հետ քաշումը,
գգարձեմ որ ցույց կտամ որ Հայաստանը իսկապես ոչ մեկ պայման չի դրներ Ադրբեջանի արչև եւ Ադրբեջանի պայմանները որ գընդունվին Հայաստանի կողմէ ես շատ մեծ նվաստացում եմ մեզի համար Տիկին Հիլդա մյուս կողմից Բաքվում ընթացող դատավարությունը իրավական բոլոր խախտումների շեմը հատել է Ինչու չկա դրա համապատասխան միջազգային վերաբերմունքը դրա Նայեցեք, ես կգարձեմ, որ միջազգային հանրությունը այսօր շատ մեծ ճգնաժամի մեջ կապվի։ Երկրորդ պատերազմին բխած այդ բոլոր օրինականությունը այսօր խախտված է եւ մոտավորապես 10-15-20 տարի է վեր զանազան երկիրներում մեջ այս բացարձակ իշխանություն բարդացրող այս անձնավորությունները սանցարձակ կգործեն սկսելով Էրդողանեն վերջացնելով Պուտինեն եւ այսօր Միացյալ Նահանգներու որ աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկիրն է Միացյալ Նահանգներու մեջ նույն բանը կգադարվի այնպես որ միջազգային համագարկի վրա հույս տնելը կգարձեմ այլևս անհեթեթ է ճիշտ է որ մենք դակավին որովհետեւ ուրիշ լուծում չենք գտնել, քաղաքական լուծում չենք գտնել եւ քաղաքականապես շատ դգարացած է Հայաստան եւ մյուս բաներու վրա անշուշտ դիվանագիտական քաղաքական եւ նաեւ ուրիշ պաշտպանական եւ անվտանգային բաներու մեջ, խնդիրներու մեջ մենք միշտ կփորձենք հուսալ, որ համաշխարհային այսպես համագարկը մագը եւ գամ չեմ գիտեր համաշխարհային թադարանները եւ այլն պիտի միջամտեն այսօր այդ միջամտությունները իրենց ուժը գործընծուցած են շնորհիվ ճագերդի մեջ առնված Միացյալ Նահանգներու երկար դարիներու վարած քաղաքականության հանդեպ միջազգային համագարկին Եվ այսօր վրա պետք է ավելցնել Պուտինի անձնավորությունը, Պուտինի վարած ագրեսիվ քաղաքականությունը, պետք է ավելցնել նաև Թուրքիո նոր նկարդումները, այսպես դարաշրջանային ուժեն վերածվելու համաշխարհային մասշտաբի ուժի եւ անշուշտ մեր բարակային Ադրբեջանի նկարդումները, որ այլևս կփորձե եւ որոշ չափով կհաջողի անշրջանցելի մեկ ուժ դառնալու տարածաշրջանի մեջ։ Հետևաբար գարձեմ, որ այլևս այդ հույսերը պետք է անշուշտ որ պետք է աշխատել այդ ուղղությամբ, բայց մեր բոլոր հույսերը պետք է տնենք այդ համագարկի վրա, միջազգային համագարկի, որ երկրորդ պատերազմին վերջ գործեց մոտավորապես 50 տարի եւ այսօր իսկապես այսօր վիճելի մեկ բան է այսպես վիճելի աստեցություն բանեցնող մեկ համագարկ է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման ամենաշատ ոգևորվածը դուք ինչպես նշեցիք Թուրքիան է Էրդողանը առիթը բաց չի թողնում այդ մասին խոսել իրականում այդպես է ոչ անշուշտ որ ոչ սա իսկապես շատ անմեղսունակ պետք է լալ որովհետեւ ադոր հավատալ Թուրքիո իսկական էությունը եթե ճանաչողներ կան աշխարհի մեջ այդ ճանաչողներուն ամենամեծը հայությունն է մենք էլ որ գիտենք թե Թուրքիան ինչերու կարող է ես միշտ կգտնեմ Սուրիո բարական Սուրիայի հետ Թուրքիան այնքան համերաշխ սկսած էր աշխատել եւ այնքան մեծ բանի մեջ երկխոսության մեջ էր որ երկու նախագահները իրենց ընտանիքներով միասին արձակուրդի կմեկնեին եւ Ասադի մասին է խոսքը եղբայրը գոչեին իրար դեսանք թե Թուրքիան ինչ եղավ Սուրիո մեջ եւ այսօր դարաբին կփորձե ոչ թե կփորձե որոշ չափով հաջողած է բայց նաեւ կփորձի իր ամբողջական հսկողության դագարնել Սուրիան հետեւաբար Թուրքիո այս խանդավառ ոչին հավատացողներ պետք է գարձեմ ռեալ քաղաքականության դասեր առնեն
Այսինքն հայ-թուրքական սահմանի բացումը դա չի նշանակի ինչ էլին։ Հայ-թուրքական սահմանի բացման համար Հայաստան պետք է շատ մեծ պատրաստություններ տեսնի, որը հերանեկարը չեմ տեսնել ես այսօր, որովհետև սահման բանալ չի նշանակել, որ Թուրքիա պիտի իր Հայաստանը ջզմելու եւ Հայաստանը իր մեկ արփանյակի վերածելու քաղաքականությունը պիտի դադարեցնի, իբնե Թուրքիո քաղաքականությունը միշտ այդպես եղած է եւ այսօր առավել ադոր վրա ավելցած է գայսերական խոսույթը Թուրքիո մեջ եւ գայսերական գործողությունները, կացեք նայեցեք թե ինչ կբադահի ապրիեի մեջ այսօր, ինչ կբադահի արաբական երկիրներու մեջ, մասնավորապես Մաղրեբի երկիրներու մեջ նաեւ ես կգարձեմ որ Թուրքիո հանդեպ շատ նուրբ քաղաքականություն պետք է Հայաստանի կողմէ, բայց երբեք պետք չէ երևակայել որ Թուրքիան կգնա Հայաստանի համար լուծումը ըլլալ Հայաստանի այս դակնապներու համար Թուրքիան չի կգնար լուծումի վերածվել, որպես լուծում չեն կգնար թիվել Թուրքիան։ Վերջապես պատմության դասեր պետք է քաղել, եւ պատմության դասերը ոչ միայն ցեղասպանությունն է, այլ դարաձաշրջանային քաղաքականությունն է Թուրքիո կողմէ, օրինակ Հունաստանի հանդեպ մարդիկ, որոնք խոսին Հունաստանի եւ Թուրքիո փամերաշ հարաբերություններու մասին, պետք է գիտնան, որ այսօր Հունաստանը ինքնին կպատրաստի որևէ օր թուրքական հարձակումը, Իսրայել նույն բանն է, այնպես որ ոչ մեկ երկիր չկա Թուրքիային զատ կամ Ադրբեջանին զատ թերևս, որ Թուրքիո կողմէ կարելի է հուսալ, որ կարող են հուսալ այսպես բարեացավ կամ մեկ քաղաքականություն, իսկ Հայաստանը առավել եւս պետք է ուշադիր լա այս խնդրին։